Ողջույն կրթահամալիր։ Մայիսյան հավաքի երկրորդ օր Գեղարվեստի կրթեր դպրոց։ Բաց դասեր, կլոր սեղաններ, նորություններ, դե ինչ տեսնեք ինչ է կատարվում։ Այսօրվա տոնական պարապմունքը անցկացրեցինք Բաքում։ 4-րդ դասարանում քննարկվում է ուսումնական պլանը։ Որոշել ենք փոքրիկների հետ պատրաստել փոքրիկ ծաղկամաններ։ Առաջին դասարանցիները պատրաստում են դասարանը համույթ ուսումնական թատրոնին։ Մայիսյան հավաքի շրջանակներում մեզ յուր եկան շիրակացու վարժարանից դասավանդողներ։ Բայց ես կներկայանաք։ Բարև ձեզ, Ռևոն Ջանջյանն, Անանյա Շիրակացու անվան ջեմարանի կրթահամալիրի կրսեր դպրոցի երկրորդ դասարանի ուսուցչուհի։ Ինչ ձեզ հետաքրքրեց մեր դպրոցում։ Եվ ձեր դպրոցը շատ հետաքրքրեց ստեղծագործական մտքի թռիչքի առումով։ Շատ լավն է։ Իսկ ինչ նմանություն ուներ ձեր դպրոցը եւ մեր։ Կոնկրետ հիմա ձեր դպրոցը, Գեղարվեստի դպրոցը, եթե քննարկենք, շատ մեծ նմանություն ունի, որովհետեւ մեր երեխաներն էլ շատ մեծ ուշադրություն են դարձնում դպրոցի պատերի ձևավորմանը, իրենց ստեղծագործական մտքի թռիչքին, իրենց մտքերը արտահայտելուն տարբեր ձևերով եւ նկարչությամբ եւ պարով։ Այդ կողմից շատ նմանություն կար ձեր դպրոցը մանավանդ։ Շնորհակալություն, ստեղծություն։ Բայց ես կներկայանաք։ Աշխեն Ասատրյան, Շիրակացու անվան ջեմարանից։ Ինչ է դուր եկել մեր դպրոցում։ Կոնկրետ հենց Գեղարվեստի դպրոցում ինձ դուր է եկել ձեր ամեն ինչին արվեստի տեսանկյունից մոտենալու։ Իսկ ձեր դպրոցից եւ այս դպրոցի նմանություններ կան։ Կան իհարկե, այն առումով, որ ավելի շատ երեխաների մասնակցությունը աշխատանքներին եւ երեխաների միջոցով ամեն ինչ անելը այդ առումով նման են դպրոցին։ Լավ, շնորհակալություն, ստեղծություն։ Ձեզ շնորհակալություն։ Այսօր Գեղարվեստի կրթեր դպրոցում կայացավ հերթական կլոր սեղանը, որի մասին կպատմի ընկեր Անուշիկը։ Կներկայացնեք ինչի մասին էր։ Այո, իհարկե, ես Անուշ Աթայանն եմ, սեպտեմբերին աշխատելու եմ 5 տարեկանների նախապատրաստական խմբում, այսօր ծնողներին ներկայացնում ենք 5 տարեկանների նախապատրաստական խմբի ուսուցումը, ինչպես է կազմակերպվելու միջավայրը, մանրամասն ներկայացրեցինք, կարծում եմ ծնողները գոհ էին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ընկեր Մանուշակից դուք ինչ ներկայացրեցիք։ Մարիետա ջան, ներկայացրեցի մեդիակրթությունն առաջին դասարանում ինչպես ենք իրականացրել, մեր փորձը սկսած սեպտեմբերից մինչև հիմա ինչպես ենք անցել տառաջանաչության փուլը, ինչպես ենք հիմա կարողանում մուտքագրել, կարողանում ենք կարդալ եւ ինչ ենք նախատեսում անել մինչև տարվա վերջ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Այսօր այսքանը, հաջողություն։